Ձեր քննարկմանն է ներկայացվում Երևան քաղաքի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի 483 ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Երևան քաղաքի ավականու որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները։ Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի եկամտային մասում հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքը նախատեսվում է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նվազեցնել 154 միլիոն դրամով, սուբվենցիաներն ավելացնել 160 հազար դրամով եւ այն ուղղել այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական փոխհատուցմանը։ Իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել 76 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված է վարկադրամաշնորհային ծրագրերի մասով արտաժույթի փոփոխություններով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնությամբ կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում։ Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, համաձայն որի քաղաքացիական ակտերի գրանցման եւ դրան վերաբերող այլ գործառույթություններից գանձվող պետական տուրքերը այսուհետև փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, առաջարկվում է համապատասխան եկամտատեսակը նվազեցնել 120 միլիոն դրամով։ Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը փաստացի կազմվել է 16 միլիարդ 370 միլիոն դրամ, որից 4 միլիարդ 528 միլիոն դրամը բաշխվել էր Երևան համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեով։ Հաշվի առնելով Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի կատարման վերջնական արդյունքները, Սյուն որոշման նախագծով նախատեսվում է ճշգրտել տարեսկզբի ազատ մնացորդի գումարը 11 միլիարդ 841 միլիոն դրամով, որից 76 միլիոն դրամ ուղղել նախորդ բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորած ելքերի գծով առկա պարտավորությունների կատարմանը, նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած մնացորդային գումարից 3 միլիարդ 280 միլիոն դրամը ուղղել նախորդ տարիներից մեկնարկած աշխատանքների իրականացման ֆինանսավորմանը։ Արդյունքում հաշվի առնելով արդեն իսկ նշված համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիայի եւ քաղաքացիական կացության ակտերի մասով պետական տուրքերի նվազեցումները մնացորդային գումարը կկազմի 8 միլիարդ 201 միլիոն դրամ, որն առաջարկվում է բաշխել հետեւյալ կերպ. Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման ՓԲ-ին սուբսիդիան ավելացնել 190 միլիոն դրամով, մասնավորապես այն ուղղելով ընկերության հաստիկացուցակում ավելացված վարչական շենքի պահպանության բաժնի աշխատակիցների աշխատավարձի ապահովմանը։ Ոռոգման ցանցի կառուցում, վերանորոգում ծրագիրն առաջարկում է ավելացնել 528 միլիոնով, այն ուղղելով Գուլբեկյան փողոցի, Եղվարդի խճուղի համար 21/1-ից մինչև համար 124 տարածք, Չարենց փողոցի, Կոյրուն փողոցից մինչև Հանրապետական մարզադաշտ, Պրոշյան եւ Պարոնյան փողոցների ոռոգման համակարգերի արդիականացմանը։ Էրեբունի վարչական շրջանի Տիտո-Գրադյան փողոցի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար առաջարկում է նախատեսել 103 միլիոն դրամ։ Հենապատի վերանորոգման ծրագիրն առաջարկում է ավելացնել 99 միլիոն դրամով Սարալանց փողոցի հարակից հենապատի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նախատեսվում է Էրեբունի վարչական շրջանի Արինբերդ փողոցի եւ Արցախի Պողոտայի խաչմերուկը, Արինբերդ փողոցի 5-րդ նրբացքի խաչմերուկին միացնող ճանապարհ հատվածի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն ապահովելու նպատակով 611 միլիոն դրամ։ Աշխատանքների նախագծանախաշվային արժեքը կազմում է 1 միլիարդ 165 միլիոն դրամ։ Վերելակների հիմնանորոգում ծրագիրն առաջարկվում է ավելացնել 840 միլիոն դրամով, թվով 100 վերելակի ձեռքբերման եւ բազմաբնակարան շենքերում տեղադրման նպատակով, թվով 20 հատ հատուկ նշանակության փոշեկուն մեքենաների, թվով 10 հատ հետևի բարձրմամբ աղբատան մեքենաների, 5 հատ փոքրածավալ բեռնատար մեքենաների, 2 հատ ցեղսպասարկման մեքենաների ձեռքբերման ուղղել 1 միլիարդ 834 միլիոն դրամ։ Թիվ 95 մանկապարտեզի կոյուղագծի վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով առաջարկում է նախատեսել 39 միլիոն դրամ։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության հողակի սուբսիդիան ավելացնել 625 միլիոն դրամով, հաշվի առնելով հողակի աշխատակազմի պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը եւ նոր 170 միավոր հաստիքի ավելացումը։
Շրջակա միջավայրի պաշտպանության ենթակառուցվածքների զարգացում ծրագրի շրջանակում նախատեսել թափառող կենդանիների համար նախատեսվող կացարանի կառուցում 127 միլիոն դրամ եւ Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում 194 միլիոն դրամ։ Միքայել Չայլաքսյան փողոցի թիվ 10/2 շենքի հարակից տարածքում ֆուտբոլի դաշտի վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով առաջարկում է նախատեսել 31 միլիոն դրամ։ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում Դավիթ Անախտի անվան պուրակը խաղասարքերով, մարզասարքերով, արտաքին լուսավորության համակարգով, շատրվանների կահավորումով, ինչպես նաև ընթացիկ նորոգում իրականացնելու նպատակով առաջարկում է նախատեսել 150 միլիոն դրամ։ Նախադպրոցական ուսուցում ծրագիրն ավելացնել 1.7 միլիարդ դրամով եւ այն ուղղել Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզի սուբսիդավորմանը, նախատեսելով սյուն թվականի մայիսի 1-ից հաստիկացուցակների դրույքաչափերի բարձրացում 15-ից 20%-ի սահմաններում։ Բաղրատունյաց 48/1 հասցեում գտնվող Գեհաղ Սահքի եւ Տափողակ հոկեյի մանկապատենական մարզադպրոցի վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով առաջարկում է նախատեսել 550 միլիոն դրամ։ Նախադպրոցական հաստատությունների կառուցում եւ վերանորոգում ծրագրով առաջարկում է նախատեսել 286 միլիոն դրամ, որը կուղղվի նոր վարչական շրջանի համար 99 մսուր մանկապարտեզի, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի համար 95 եւ 97 մսուր մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքներին։ Երևանի համար 160 հիմնական դպրոցի տարածքում թենիսի կորտերի եւ բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով առաջարկում է նախատեսել 207 միլիոն դրամ։ Ելնելով վերագրալից առաջարկում է Երևան քաղաքի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի համար 483 հնավորոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները։ Շնորհակալություն այսքան։